Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 5-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 5-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հույսով եք արտանում, հույսով լցված եք, ինչ-որ հույս նետել եք ինչ-որ բանի վրա, այդպես ոնց որ արտանում եք, որ այսօր սա կլինի, նա նաև ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ, երկար սպասել ինչ-որ մի բանի, նաև դա կարող է լինել ինչ-որ բան դանդաղում է, ինչ-որ բան դեռևս կանգնած է, հա, դեռ չկա, որ դուք էլ շարունակեք, հա, եթե դրանից է ձեր գործերը կախված։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, որից հետո հուզվում եք կամ հուզված եք, որ պետք է հանդիպեք օրինակ այդ մասնագետին։ Նա կին է։ Նա ինչ որ կին է, ում կամ հանդիպելուց հետո եք հուզվում կամ մինչև այդ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 5-ին։ Հարգելի ցուլեր, հա, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը ոչ նամակ կստանաք, ոչ նորություն կլսեք, ոչ կարող ինչ-որ բան ստորագրեք, հա, ինչ-որ տեղեկատվություն է, ինչ-որ փաստաթուղթ է, որ կարող եք ստորագրել այդ օրը։ Նաև օրվա ընթացքում հեռախոսազանգ ունեք, ինչ-որ հարցում կտատանվեք, միգուցե բժշկի հետ կապված, միգուցե
Գնացել եք կոսմետոլոգի մոտ, այնտեղ եք տատանվում, ինչ անեք, ինչպես անեք, նաև դա կարող է լինել այստեղ դե դիմեք բժշկի թե ոչ, կամ հենց այդ բժշկին, գիտեք ինչ որ կամ մոլորեսնելու են ձեզ այդ օրը, այդ բժիշկը կամ այդ կոսմետոլոգը, կամ ինչ որ մի բան է բացահայտելու ձեզ համար, ինչ որ մի բան կարող եք իմանալ, բավական հետո էմոցիոնալ կլինեք, միգուցե ինչ որ մի հիվանդի մասին եք ինչ որ մի բան իմանում, ոնց որ լուրջ ունեք, հարցնում եք եւ հետո ինչ որ մի բան է բացահայտվում։ Եվ նաեւ այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք բավականին շատ աշխատանք կունենան, նաեւ բիզնես առաջ կտանեք, ձեր գործերը առաջ կտանեք, հարցազրույցի կգնաք, պետական աշխատողի հետ կհանդիպեք եւ դե էմոցիոնալ եք, հա, միգուցե ոմանք աշխատանքի ընդունվելու համար, միգուցե ոմանք բժշկի, հա, կամ կոսմետոլոգի հետ խոսալուց հետո եք այդպես ամեն մեկի մոտ հա ինչ որ տարբեր բաներ են սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 5-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, գուցե պատվերներ է, բիզնեսն եք առաջ տանում, հարցազրույցի կգնաք, պետական աշխատողի հետ կհանդիպեք, դա ինչ որ գործեր են, որոնք որ կանեք, հա, նաև դա կարող է լինել տան գործերը։ Հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ որ մեկին կամ հույսներ դրել եք ոչ մեկի վրա։ Եվ նաև գումար կստանաք կամ գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 5-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, ոչ է փաստաթուղթ, ոչ է տեղեկանք է, նաև ոչ է նորություն, թե ինչ-որ բան եք պատվիրել, կարող այդ պատվերն է գալիս հասնում ձեզ։ Նաև տատանվում եք օրվա ընթացքում, ընտրության առջև կարող եք կանգնել, կամ ինչ-որ ծանոթ հետևականում, միգուցե այդ ստացածն եք, ծանոթ հետևանում ինչ-որ նամակ է տեղեկություն, ինչ-որ մտածում եք այդ մասին։ Նաև այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ ուշանում, մոտավորապես 2 ամիս պետք է սպասեք դրան, ինչը որ ուշանում է, կամ կարող է հետաձգվում է 2 ամիս։ Այստեղ աշխատանքի հետ կապված հուզված եք, կամ գնում եք հարցազրույցի դրա համար եք հուզված։ Ինչ-որ մի բան այնպես չէ, որ հուզված եք, արտասվում եք, աշխատանքի վայրում եք միգուցե արտասվում։ Կարող է այնտեղ նյարդայնացնում են, կարող է դրանից է։ Կամ իրոք հուզված, կարող է առաջին օրն եք գնում աշխատանքի, կամ հուզված գնում եք հարցազրույցի, հուզված գնում եք պետական աշխատողի հետ հանդիպման, ինչ-որ հարցեր քննարկելու, միգուցե ձեր բիզնեսի հետ կապված։ Հուզված գնալը այդ դեպքում արդեն հավասար է 0-ի, ովքեր որ չգիտեն, պետք չի հուզվել, պետք է ավելի առույգ լինել նման դեպքերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 5-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, հաջողություն ունեք, նաև նոր դռներ են բացվելու, ձեր առջև միգուցե այդ հանկարծակի լուրն է դա բերում։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք իրենց բիզնեսը առաջ կտանեն, ձեր գործողությունները առաջ կտանեք, նաև դա կարող է կապված լինել ինչ-որ հանդիպում պետական աշխատողի հետ, հարցազրույց, համենայն դեպս, այստեղ կարող եմ հարցազրույցից հետո անմիջապես մեկ էլ հետ զանգեն եւ ասեն արի աշխատանքի, ընդունել ենք քեզ։ Եվ հանգստի կարիք կունենաք այդ օրը, բավականին շատ եք հոգնած կամ գերհոգնածություն եք, աշխատանքը իրոք շատ էր եւ գերհոգնում եք, այդ օրը ուզում եք պարկել հանգստանալ։ Նաեւ պետք է ուշադրություն ուղղակի դարձնեք ձեր առողջությանը այդ օրը։ Գումար կծախսեք, գումար կստանաք, նաև այստեղ սիրային հարաբերություններում այնքան էլ լավ պահեր չեն, միգուցե մեկը մյուսին չհասկանա եւ նաև վիրավորեք իրար, վիճեք, դա եւ զույգերը եւ երեխա ծնող հարաբերությունները։ Միգուցե ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մեկը ինչ-որ մի բան չի անում, միգուցե դա է, այսինքն վերկաց տեղիցդ, վերկաց գնա արա, զբաղվի, ինչ-որ բաներ արա, միգուցե խոսակցությունը նաև դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք օծերին։ Ինչ է սպասվում օծերին փետրվարի 15-ին։ Հարգելի օծեր, այդ օրը կարիերայի բարձրացում կա, փոփոխություն, առաջ խաղացում, այստեղ կարող պաշտոն ստանալ, հա, այստեղ նաև ինչ որ մի բան ձեզ որից մի առաջադրանք տան, որը ձեզ եւս հա կբարձրացնի աստիճաններով վեր, ձեր ունակությունները ցույց կտաք։ Նաև կարող եք գնալ այդ օրը ոչ միտեղ երկար մնալ, սպասել ինչ որ մի բանի կամ ոչ մի բաներ են կանգնած, դեռևս դանդաղում են։ Օրվա վերջ կտատանվեք, ծանոթ հետև կանեք, միգուցե առաջարկել են ձեզ, հա, ինչ-որ մի բան այդ առաջարկի մասին եք վերլուծում, ընտրության առջև եք կանգնած լինելու, նաև լավ լուր կլսեք, այդ օրը բարի լուր կլսեք, միգուցե նաև դա կարիերայի հետ է կապված ձեր եւ նորություն կլսեք, ոչ թե փաստաթուղթ կստորագրեք, փաստաթուղթ կստանաք, դա մեկը, հա, ինքը իջանով։ Եվ եթե բան եք պատվիրել, պատվերը կգա։ Այստեղ նաև հանկարծակի լուր, այստեղ կա։ Հանկարծակի լուր, էլ չպտտեցնեմ։ Հանկարծակի լուր է դա, հա, որը եւս կարող է լինել շատ լավ լուր, բարի լուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 5-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ինչ որ մի բան է փակ, կզանգարեք այստեղ այնտեղ, որ բացեք, որ անեք, այդ հարցին լուծում տակ։ Իդեպ ասեմ երկերեսայինների պատճառով է դա այդպես, կամ պատմել եք, ինչ եք ուզում անեք, դրա համար ինչ որ կամ աշկով են տվել, կամ ինչ որ մի բան է այստեղ, որը եւս
Եվս այստեղ հա թույլ չի տալիս ինչ որ մի բան անեք, առաջ տանեք ձեր գործերը։ Ամենայն դեպս դե փորձեք լավ նայեք թե ում եք զանգահարում այդ պահին, ամենայն դեպս էլ եմ ասում, երկեսանի մարդիկ են, ովքեր որ այնպես են անում, որ դա ձեզ մոտ չստացվի։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, միգուցե հենց դա է, որ հա փակում է այն ամենը, հա պետք է անպայման գան, որ լինի կամ ինչ-որ մի ապրանք ուղարկեն, որ լինի։ Այդ օրը գումար եք ծախսելու, նաև գումար կստանաք, ոմանց ամուսության առաջարկ կանեն կամ դուք կանեք, հրավեր հարսանիքի, նշանադրության կամ ընտանիքում է շատ կարևոր օր ձեզ համար, նաև դա կարող է լինել պայմանագիր, որը այդ օրը կկնքեք։ Ամենայն դեպս այդ օրը ունեք 3 երեսանի մարդիկ ձեր շրջապատում եւ հանդիպում կամ շփում որից մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին, այծերին։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 5-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը մտքերի մեջ կլինեք առավոտյան կամ կարթնանաք ու կսկսեք մտածել, հա, ինչ-որ բանի մասին։ Գուցե որտեղից կարող գործ գտնել, որտեղից գումար գտնել, հա, որտեղից եսիմ ինչ, հա, ինչ-որ պահեր են։ Ինչպես գնալ այստեղ, ամենայն դեպս ելք եք փնտրելու, հա, ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև տան հետ կապված իրադարձություններ են այդ օրը, որևիցե առիթ է կամ դուք պետք է գնաք կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ կամ տեղափոխություն է, վերանորոգում է, թեթև ինչ-որ կոսմետիկ պահեր են, նաև տան մեջ հա կարող ինչ-որ իրերը տեղափոխեք, մի խոսքով տան հետ կապված եւ ընտանիքի անդամների հետ կապված ինչ-որ պահեր են։ Եվ ոմանք այստեղ պայմանագիր կարող են կնքել, բայց այստեղ ձեր կողակիցը կամ ձեր ընտանիքի անդամներից ինչ-որ մարդիկ իրենց դուր չի գա, կվիճեք հետո իրար հետ, ոնց որ ինչ-որ մի բանի հետ համաձայն չեն։ Նաև սա հրավեր է հարսանիքի, որ կարող են հրավիրատոմս նաև ձեզ տալ։ Նաև նորություն կլսեք ինչ-որ մեկի ամուսնության մասին, որ ամուսնացել է կամ ինչ-որ մեկը իրեն ամուսնության առաջարկ է արել։ Սա ձերը չի, սա լսում եք ուրիշի հետ կապված, հա, կամ հրավիրում են ձեզ հարսանիքի։ Բայց այստեղ ընտանիքի անդամները հա ինչ-որ մի բան այնպես չէ, կարող իրենց դուր չի գալիս կամ ձեր երկրորդ կեսին դա դուր չի գալիս, որ պետք է գնաք այնտեղ կամ այդքան գումար պետք է ծախսեք, օրինակ տանեք տակ։ Եվ խոչընդոտներ կան, թե հիմա խոչընդոտները առավոտյան են դրա համար եք մտածում ինչպես այդ խոչընդոտները լուծեք եւ նաեւ ելք եք փնտրում կամ երեկոյան են դա արդեն խոչընդոտները կլինեն ընտանիքում, հա, ընտանիքի անդամների հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 5-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոչ է նորություն կլսեք, ոչ է փաստաթուղթ կարող ստանալ, նաև ինչ որ տեղեկություն է, որը կարող ստանալ է, ինչ որ փաթեթ, եթե բան եք պատվիրել կգա։ Ոչ է մի բան կանգնած է, ոչ է մի բան դանդաղում է դեռ, կամ դուք կարող գնալ, ինչ որ միտեղ մնալ, այստեղ նաև ժամերով, կամ ինչ որ մասնագետի մոտ, սպասեք այստեղ ժամերով, որպեսզի ձեզ պատասխանի նա, կամ ժամ կարող եք վերցնել։ Կարող է ոնց որ պետք է սպասեք այդ օրը, տեսնում եք չէ, այդքան չեք կարող սպասել, ոնց որ ժամ եք վերցնում մեկ այլ օրվա համար։ Նաև դա կարող է լինել համ մեկ այլ բան, միտեղ գնում եք երկար մնում եւ մյուս տեղն էլ այստեղ ժամ եք վերցնում կամ արդեն պայմանավորված եք, ուշադիր եղեք, Շուշանակ, ոչ է մասնագետի պետք է տեսնեք կամ խոսեք։ Օրվա ընթացքում ոչ է լուսավոր մի բան ձեզ հետ տեղի կունենա, որը ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի եւ լավ հոգնած կլինեք երեկոյան, նավրեկակ, դրսից տուն, եւ քնեք, նաեւ ուշադրություն դարձեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 5-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք գնան հարցազրույցի, պետական աշխատողի հետ հանդիպեք, ձեր բիզնեսը առաջ տանեք, գործեր առաջ տանեք եւ տրամադրությունը բարձր կլինի, կարող է աշխատանքի են ձեզ կանչում, այդպես կամ առաջին աշխատանքային օրն է եւ շատ լավ է անցնում եւ դրա համար շատ ուրախ եք։
Եվ հանդիպում կամ շփում կունենաք օրվա ընթացքում ոչ է տղամարդու հետ կամ իրենից կարող երկար սպասված ոչ է տեղեկություն ստանալ, նամակ, ապրանք է ուղարկելա, փաթեթն եք ստանում, այդպես։ Եվ ձեզ սիրված կզգաք, հնարավոր է սիրո հետ կապված ինչ-որ մի լուսավոր մի բան, որ ձեր տրավմատությունը կբարձրացնի, գուցե ձեր սիրելիին եք հանդիպում, հարազատ մարդկանց եք հանդիպում, ինչ-որ մի բան է տեղի ունենում, որ ձեզ շատ լավ եք զգում եւ դա ձեզ համար լուսավոր կետ է եւ տրամադրությունը կբարձրանա։ Հիանալի օր է ըստ այս քարտերի։ Մեզ մաղթում եմ հաճելի օր։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 5-ին։ Հարգելի շներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, կարող է լինել նաև սիրային թեմա ձեզ մոտ։ Նաև կարող է ձեր տղան է, բայց մասնագետ է, որ ձեզ կօգնի։ Օրվա ընթացքում ուրախ եք, բայց չգիտեմ ինչու գորգռում եք, դա նշանակում է արդեն տրամադրության անկում է, եթե դուք ձեր վրա չկարողանաք եւ սկսեք գորգռալ։ Սուզով եմ քարտեր ներևում է, իհարկե ոչ, ամբողջությամբ չի երևում։ Բայց ինձ թվում է ձեզ համար տեղեկությունն է շատ կարևոր, քան քարտերի երևալը։ Դա ինձ թվում է բոլոր շատերին քարտերը պետք է երևա։ Միևնույն է չեք հասկանում, ես այստեղ միացնում եմ ինչ-որ բաներ իրար, նոր եմ խոսում։ Նաև հեռախոսազանգ այդ օրը կունենաք։ Կամ դուք կզանգարեք ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազների, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 5-ին։
հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը այստեղ ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել կամ դուք ամուսնության առաջարկ անեք, հրավեր փորձ հարսանիքի նշանադրության առիթի եւ այդ ամենը իր մեջ ներառում է անսպասելիություն, անսպասելի կլինի դա ձեզ համար յուրաքանչյուր բան, թե հրավերը հարսանիքի, թե նաև ամուսնության առաջարկը։ Այստեղ օրվա ընթացքում հիվանդ կամ հիվանդանոց մտնելու համար եք գորգռում, հիվանդին տեսնելու համար եք գորգռում, կամ այնքան եք գորգռում վատ եք զգում, կամ ում վրա գորգռում եք ինքն է վատանում, այնպես որ այստեղ կարող է գնում եք նաև հիվանդանոց եւ այնտեղ ուղղակի գորգռում եք, կամ բժշկի կամ եւ այլն։ Եվ նաև նա չեք կարող ձեզ զսպել, կամ ժամը չի հիվանդին տեսնելու, կամ այդպես։ Նաև կարող կոսմետոլոգի մոտ եք գնում գորգռում, դեղատանը, չնայած այստեղ ավելի շատ։ Կամ պարկած եք, լավ չեք զգում եւ ձեզ չեն թողնում, օրինակ քնեք, վեր եք կանում, գորգռում եք։ Օրվա վերջ կսկսեք տատանվել, ծանրութ հետև անել ինչ-որ հարցեր, նաև դա ընտրության առջև կանգնել է, մի խոսքով, ինչ-որ օրվա հետ կապված ինչ-որ բաներ ծանրութ հետև կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։